Ապրել, թե մեռնել։ Շվեդական հեքիաթ։ Ժամանակին մի ժլատ պարավ է եղել և շարունակ վշտացել է, որ ինքը պիտի մեռնի, իսկ կովն ընկնի ուրիշների ձեռքը, ու որոշում է մեռնելուց առաջ կովն անպայման մորթել և ուտել։ Միայն թե ախր հայտնի չէ, թե ինքը երբ է մեռնելու։ Պարավը սկսում է հարևանների մոտ գնալ և բոլորից խորհուրդ հարցնել։ Իսկ մի կատակասեր մարդ նրան ասում է. «Տատիկ, գնա սար, բարձրացիր կատարին ու գոռա. ապրել թե մեռնել, այնտեղ դու անմիջապես պատասխան կստանաս»։ Պարավն այդպես էլ անում է։ Բարձրանում է մի բարձր սար ու որքան որ ուժ ուներ գոռում է. «Ապրել թե մեռնել»։ Իսկ արձագանքը լինում է. «Մեռնել, մեռնել»։ Պարավը գալիս է տուն ու իր կովը մորթում է, իսկ հետո օջախ է անում ու մի լիքը պղինձ միս եփում։ Երկար ժամանակ վայելում է կովի միսը, ուտում է բոլորը ու վերջին ոսկորն էլ կրծում։ Այսպես անցնում է 1 շաբաթ, հետո 2, իսկ պարավը այդպես էլ չի մեռնում։ Բարկանում է նա, գնում հարևանների մոտ ու լուտանքներ թափում այն կատակասերի գլխին, որ իրեն խորհուրդ էր տվել. «Այ դու անամոթ խաբեբա, դու ինչու ինձ խաբեցիր»։ Իսկ կատակասերը նրան հարցնում է. «Իսկ դու ինչ գոռացիր»։ «Ապրել թե մեռնել գոռացի», պատասխանում է պարավը։ «Այ դա սխալ է, պետք էր գոռալ մեռնել թե ապրել»։ Հաջորդ օրը պարավը դարձյալ գնում է սար, բարձրանում է ամենաբարձր կատարին և բղավում է. «Մեռնել թե ապրել»։ Իսկ արձագանքը լինում է. «Ապրել, ապրել»։ Եվ այդպես էլ պարավն ապրում է մինչև հիմա ու շարունակ տխրում, որ իր կովը ժամանակից շուտ կերավ։